Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանության բաժնի աշխատակիցները ապրիլի 28-ին եղեգում էին։ Ազդակիր այս բնակավայրում ամենուր կանաչ է։ Տեղացիները յուրահատուկ վերաբերմունք ունեն հատկապես պտղատու ծառերի նկատմամբ։ Դպրոցի բակի նորատունկերն այս տարի արդեն բերք կտան։ Այստեղ հյուրեր հաճախ չեն լինում, եկողներին էլ գրկաբաց են ընդունում։ Եվ այդպիսով խնդիրներ են առաջացնում մարդկանց համար։ Միջնակարգ դպրոցում սովորողները շատ ուշադիր էին լսում մեր մոլորակի մասին հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչների պատմածն ու զննում ցուցադրածը։ Ինայի ընտանիքը մայրաքաղաքից է Սյունիք տեղափոխվել։ Աղջնակն ասում է, կարծում էր, թե գյուղերում ավելի խնամքով են վերաբերվում բնությանը, բայց ցավոք այդպես չէ։ Ես շատ եմ մասնակցել տարբեր կամավորական խմբակներին, օրինակ մենք զբաղվել ենք Սևանի ափերը մաքրելով, մենք զբաղվել ենք Երևանի փողոցները մաքրելով այդ կամավորական խմբակների ժամանակ, ու իմ համար, չգիտեմ, այդ էլ է նաև շատ կարևոր, եթե մեր տարիքի երեխաները կարողանան այդ տենց խմբակների մեջ ունենան իրենց փոքրիկ դրույքը եւ կարողանան նենց անեն, որ մեր երկիրը մաքուր լինի։ Իսկ քո կարծիքով նման տեղեկատվական արշավները պետք է։ Նման տեղեկատվական արշավներ իմ կարծիքով պարտադիր են, որովհետև ոչ բոլորն են տեղեկացված այս ամեն ինչի մասին, ոչ բոլորն են տեղեկացված, թե գլոբալ ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը աղտոտվածության առումով եւ այդ ամեն ինչով ինֆորմացնել երեխաներին ինձ թվում է պարտադիր է։ 7-րդ դասարանցի Դավիթին բնապահպաններն օգնեցին ընկերներին համոզել, որ իրենց բնակավայրի մի շարք բույսեր վերացման եզրին են եւ դրանք պոկելիս պետք է զգույշ լինել։ Ես շատ ուրախ եմ, որ իմ ընկերներն էլ իմացան կարմիր գրքի մասին։ Ես առաջել էի ուսումնասիրում կարմիր գիրքը, բայց ընկերներս չէին լսել դրա մասին։ Նույնիսկ եղել է, որ ես իրանց, ասենք թե ինչ-որ բույսի մասին եմ ասել, որը ընդգրկված է կարմիր գրքում, բայց չեն հավատացել։ Ուզում եմ հատկանշական համարել այն փաստը, որ այս բնապահպանական ծրագիրը իրականացնում է հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, քանի որ ինքը լինելով Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերողը իհարկե չէր կարող վնաս չհասցնել նաև բնությանը, բայց միևնույն ժամանակ նաև ջանքեր չի խնայում բնապահպանական խնդիրներ լուծելու համար։ Ու ընտրվել է հետաքրքիր ձևաչափ, այլևս դպրոցականների շրջանում քարոզել բնապահպանական խնդիրներ եւ նպաստել, որպեսզի երեխաները գիտակցեն բնության պահպանության ամենակարևոր խնդիրների մասին, չաղտոտել, չվնասել ու ինչու՞ չէ նաև իրենց ընկերներին կամ հարազատներին մշտապես իրազեկել բնապահպանական բոլոր խնդիրների մասին։ Բնապահպանների հաջորդ այցն արդեն Կապանում էր։ Թիվ 1 հիմնական դպրոցում նրանց դիմավորեցին փոքրիկ ցուցահանդեսով, նմուշները պատրաստել էին պլաստիկե թափոններից։ Հանդիպումը պլանավորվածից երկար տևեց, երեխաների հարցերը շատ էին։ Մեր ընկերները փորձել են վերամշակել թափոնները եւ դրանցից ստեղծել նոր եւ ավելի հետաքրքիր առարկաներ, հասցնելով ավելի քիչ կորուստ մեր բնությանը։ Ամենաշատ կորուստը մեր մայր բնության եւ վնասը էկոլոգիային հասցնում են հենց թափոնները։ Բնապահպանները դատարկաձեռն չեն գնում, դպրոցներին հայատար գլոբուսներ են տանում, երեխաներին բազմակի օգտագործման տոպրակներ։ Թե Եղեգում, թե Կապանում աշակերտները կտորե պայուսակները ստանալիս խոստացան հնարավորինս պակասեցնել մեկանգամյա պլաստիկի օգտագործումը։ Մեր ընկերությունը շատ է կարևորում ազդակիր համայնքներում էկոլոգիական իրազեկվածության բարձրացումը, հատկապես դպրոցահասակների շրջանում, քանի որ ի վերջո երեխաների այսօրվա մտածելակերպից եւ վերաբերմունքից է կախված, թե ինչպիսին կլինեն վաղը նրանց գործողությունները եւ հետեւապես ինչպիսին կլինի մեզ շրջապատող աշխարհը։ Իդեպ նշեմ, որ այսօր մեր հանդիպումը Կապանի թիվ 1 դպրոցի նախաձեռնությամբ էր, այսինքն իրենք են ցանկություն հայտնել մասնակցել մեր այս արշավին եւ հաջորդիվ պլանավորում ենք նաեւ մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ ունենալ երեխաների հետ։ Երկիր մոլորակին նվիրված միջոցառումների շարքի ավարտից հետո էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանության բաժնի աշխատակիցները ծրագրում են այցելել ազդակիր բոլոր բնակավայրեր, բնության հանդեպ սերը կրթության մաս դարձնելու հաստատ որոշմամբ։